կարգապահական վարույթների տեղատարափա լինելու։ Դատավորներն էլ սկսելու են երանի տալեն փուլին, երբ կարգապահական վարույթ հարուցելու էր նախարարը, այլ ոչ թե հանձնաժողովը։ Անկախության դեմ քայլ է դատավորների։ Անհատապես կարծիք հայտնող դատավորները ցավոք այսօր պաշտոնազրկված են։ Դատավորները կաշխանդվելու են օբյեկտիվ դատական ակտեր կայացնելուց, ուզում են ուղղակի ամեն ձևով փաստաբաններից գործող ազատվեն։ Արմնուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավար ենք հյուրընկալել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական գործերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամ Հարություն Հարությունյանին, վերջերս, ինչպես նկատեցիք, ազգային ժողովում, դատական օրենսգրքում եւ հատկապես էթիկայի եւ կարգապահական գործերով հանձնաժողովում որոշակի փոփոխություններ են նախատեսվում իրականացնել։ Կարծես թե փորձում է արդարադատության նախարարությունը դատական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելով ՀԿ-ների ներկայացուցիչներ ներգրավել հանձնաժողով, ինչը մի շարք փաստաբաններ, այդ թվում նաև դատավորներ ներքին կարգով նշել էին, որ սա ուղիղ միջամտություն է դատական համակարգին կամ նոր մահակ է դատավորների գլխին։ Մենք կփորձենք պարոն Հարությունյանի հետ հասկանալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, ինչ վտանգներ կան եւ ինչ մտահոգություններ կան։ Պարոն Հարությունյան, շատ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ պատրաստ եք պատասխանել մեր հարցերին։ Ձեր գնահատմամբ արդյոք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու շեմի իջեցումը 11 անդամից ընդամենը 4 կողմձայն համատեղելի է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների հետ, հատկապես հաշվի առնելով, որ այդ ձայները կարող են ապահովել ոչ դատավոր անդամների կողմից։ Միանշանակ սա խիստ խնդրահարույց եւ բացասական փոփոխություն է։ Հանձնաժողովը այսօր բաղկացած է 8 անդամից, որից 2-ը, այդ թվում ես ոչ դատավոր անդամ, իսկ 6-ը դատավոր։ Այժմ նոր նախագծով փորձում են ոչ դատավոր անդամների թիվը ավելացնել, ինչը ինքն իրենով բացասական չէ։ Բայց այստեղ մտահոգիչ այն է, ինչ դրա արդյունքում ուզում են ստանալ։ Եթե այս պայդրությամբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու շեմը 8-ից 5-ն է, ապա փոփոխության արդյունքում 11-ից 4-ն է դառնալու։ Դա նշանակում է, որ ոչ դատավոր անդամները բոլորը չէ նույնիսկ 5-ից 4-ը կարող են ցանկացած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։ Ընդ որում առավել մտահոգիչն այստեղ այն է, որ այլ հարցերով, երբ կա ոչ դատավոր հարաբերակցությամբ այլ հանձնաժողովներ կամ վերջերս քննարկվում էր նոր հանձնաժողով ստեղծելու հարցը, Վենետիկյան հանձնաժողովը միանշանակ առանց մեկնաբանման տեղիք տվող կարծիք հայտնեց, որ առնվազն 1 դատավոր պետք է մասնակցի։ Եթե այդ տրամաբանությունը պահպանենք, ապա 11 հոգանոց հանձնաժողովի դեպքում վարույթ հարուցելու շեմը պետք է լինի ոչ պակաս քան 6, ինչը ակնհայտորեն խախտվում է եւ տրամաբանությունը փորձում են փոխկապակցել իբր նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը դադարեցնելու հետ։ Բայց այս տրամաբանությամբ, այս փոփոխությամբ առաջ գնալու դեպքում միանշանակ վստահեցնում եմ, որ կարգապահական վարույթների տեղատարափա լինելու։ Դատավորներն էլ սկսելու են երանի տալեն փուլին, երբ կարգապահական վարույթ հարուցելու էր նախարարը, այլ ոչ թե հանձնաժողովը։ Այս ամենի նպատակը, որ ինքներդ վերլուծում եք, որ ըստ էության ուզում են ստեղծել այն պատկերը, որ արտադրության նախարարը պետք չի որ վարույթ հարուցի, ահա եւ ստեղծվել է մի հանձնաժողով, որը կքննի ավելի օբյեկտիվ եւ այլն այդ քննությունը կիրականացնի։ Սա ինչ նոր ազդակ է դատավորների համար, այսինքն որ կան ոչ ցանկալիներ process-ը արագացնեն, այդ ոչ ցանկալիների, այս մտահոգությունների մասն եմ ուզում խոսել, պարոն Հարությունյան։ Իրենց հիմնավորումների մեջ մտնում է իբր դատավորների կորպորատիվիզմի նվազեցումը, բայց մեկ բան ակնհայտ է, ոչինչ, ոչ մի փոփոխություն չի կարող գերակայել դատավորների անկախության միջամտությամբ։ Այսինքն, եթե նույնիսկ առերևույթ փորձում են տպավորություն ստեղծել, որ պայքարում են կորպորատիվիզմի դեմ, դա որևէ կերպ չի կարող անկախության միջամտությամբ արդարացված համարվել։ Պատկերացնում եք, դուք օրինակ գործ լինի, որով մի կողմը լինի հանրային մեծ ճանաչում ունեցող անձ, ով պարբերաբար Facebook-ում, տարբեր սոցիալական կայքերում հանդես է գալիս ստատուսներով, հայտարարություններով, ու դատավորը իմանա, որ օրինակ իր ներքին համոզմունքով պետք է այդ անձի դեմ բան անի, դատական ակտ կայացնի։ Իմանալով, որ այդ անձի կողմից նույն ստատուս գրելը դատավորի հասեին, ինքնին կարող կարգապահական հանձնաժողովում իր համար խնդիր առաջացնի։
Մենք բոլորս գիտենք այսօր դատավորները ինչ գերծանրաբեռնված են աշխատում, հիմա պետքա ստիպված իրենց բուն գործը արդարադատության իրականացումը դնեն մի կողմ, սաղորը փորձեն բացատրություն ներկայացնեն կարգապահական վարույթներով։ Արդյունքում ինչ անկախությունը միջամտվի, սահմանափակվի, անկախության դեմ քայլ է դատավորների։ Ինչը անունը դնենք, որ կորպորատիվիզմը նվազում է։ Ինչու է լրում դատական համակարգը, պարոն Հարությունյան։ Իմ կարծիքով դատավորների մեծ մասը դեռ տեղյակ չէ ինչ փոփոխություն է սպասվում ու դա ինչ է հետևանք է բերելու կոնկրետ իրենցից յուրաքանչյուրի համար։ Դատական համակարգը շատ անտեղյակ է իմ կարծիքով այս փոփոխություններից մեկ եւ երկրորդ։ Նույն արդարադատության նախարարությունը որևէ կերպ իմ տեղեկություններով դատական համայնքի քննարկմանը չի ներկայացրել այս փոփոխությունը։ Ընդ որում մեկ դիտարկում եւս, եթե մենք նայենք փոփոխությունների փաթեթը եւ փաստացի այն քննարկումը, որը տեղի ունեցավ պետաիրավական հանձնաժողովում, ամբողջությամբ չի, որ համընկնում է։ Մարդիկ կարծիք են հայտնում այնպիսի փոփոխություն մտցնելու անհրաժեշտության մասին, որը փաթեթի մեջ չկա։ Այսինքն ամեն օր մի քննարկումով բանավոր կերպով ոտքի վրա կարա մի բան փոխվի, որը առերևույթ մի բան է, բայց իրականում խոր հետևանքներ առաջացնող։ Օրինակ դուք ոչ դատավոր անդամ եք եւ ըստ էության նաեւ կան դատավոր անդամներ հանձնաժողովում։ Իրենք տեղյակ չեն այս փոփոխություններից, մտահոգությամբ չեն պատրաստվում հանդես գալ հայտարարությամբ, թե այսօր դատական համակարգը եւս ըստ էության վախերի մեջ է, որևէ կարծիք արտահայտելը կարող է իրենց համար հետևանք ունենալ, պարոն Հարությունյան։ Ամեն դեպքում դա ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցել է, դա հանրային մեծ քննարկում է եղել, հանձնաժողովում քննարկվել, ինչպես կարող է դատական համակարգ այսքան ոչ ականջալուր լինել իրենց հետագա գործունեությանը վնասող նախագծի մասով։ Ամեն դեպքում դատավորների միությունը հասցրել է հայտարարություն տարածել, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, իրենց մտահոգություն։ Այո, իրենց մտահոգությունն են հայտնել, իսկ ինչու դատավորները անհատապես չեն հայտնում, ես անկեղծ ասած բոլոր անհատապես կարծիք հայտնող դատավորները ցավոք այսօր պաշտոնազրկված են, միգուցե մնացածի համար նաև դա օրինակ է ծառայում, որ նույնիսկ անհամաձայնության դեպքում հրապարակային կարծիք չհայտնեն։ Արդյոք էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմի փոփոխությունը ոչ դատավոր անդամների թվի ավելացման հաշվին չի ստեղծում գործադիր կամ քաղաքական ազդեցության ռիսկեր դատական իշխանության նկատմամբ եւ ինչպես է սա համադրվում իշխանությունների բաժանման սկզբունքի հետ։ Միանշանակ այդ մտահոգությունը տեղին է, դրանով ոչ միայն ինչպես իրենք են ներկայացնում, ոչ դատավոր անդամները հավասարեցվելու են դատավոր անդամներին, չգիտեմ, կարգավիճակ եւ այլն, ամբողջությամբ հակառակ իրավիճակն ենք ունենալու ենք դատավորների անկախության ուղղակի միջամտություն։ Ոչ դատավոր անդամները, որոնցից շատերը առհասարակ չեն տիրապետում, թե ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ կան, ինչի են օրինակ դատական ակտերը ուշանում, ինչի այս հարցը սենց լինում, այլ ոչ թե նենց, եթե նույնիսկ օրենքում այլ բանանշած, փորձելու են ամեն ինչի մեջ մանգալ խախտում ու դա ինչ է անելու դատավորների անկախությունը սահմանափակելու է։ Դատավորները կաշխանդվելու են օբյեկտիվ դատական ակտեր կայացնելուց, հաստիպված հաշվի են նստելու այսօրվա իրողությանը, նայելու են որ կողմը առավել ակտիվ է, ուրեմն նրանից ավելի մեծ վտանգ է պետք սպասել։ Այսքանը։ Պարոն Հարությունյան, նախագծով առաջարկող այն դրույթը ըստ որի հանձնաժողովը ոչ դատավոր անդամը լիազորությունների ընթացքում չի կարող իրականացնել դատական ներկայացուցչություն, արդյոք կարող է կիրառվել հետադարձ ուժով, ինչպես դա առաջարկվել է 14/01/2020 թվականի պետաիրավական հանձնաժողովի նիստում։ Այս մասով կուզենամ ձեր կարծիքը։ Միանշանակ չի կարող, որովհետև մենք սահմանադրությամբ ունենք։ Վատթարացնող է ինքն Միանշանակ վատթարացնող է։ Օրինակ ես նոյեմբերի 5-ին կամ 7-ին եմ մասնակցել, բնականաբար մասնակցելուց առաջ ծանոթացել եմ նաև այս օրենքի փոփոխության նախագծին։ Օրենքի փոփոխության նախագծի մեջ չի եղել որևէ նախադասություն, որով օրինակ կպարզաբանվեր այն հարցը, դրա ընդունումից հետո հետադարձություն կարա լինի, թե ոչ։ Նախագծի մեջ նաև չի եղել սահմանափակում փաստաբանական գործունեության հետ։ Ու այդ ամենը կարդալով ես որոշել եմ առաջադրվեմ, ստացել եմ դատավորների բավականին մեծ վստահության քվե, իսկ այժմ փորձում են այդ օրենքը անցկացնելով հետադարձություն
աջակցություն տան ու կանգնեցնեն երկընտրանքի առջև։ Սա սահմանադրությունը չի հակասում։ Միանշանակ հակասում է, սա հակասում է ինչպես սահմանադրական այն նորմին, որով սահմանադրիչը արգելք է նախատեսել վատթարացնող նորմերին, նաև սա հակասում է իրավական որոշակիությանը։ Բացի անկեղծ ասած դուք եք ոչ դատավոր անդամ փաստացի։ Մեկ անդամ եւս ունենք, որը ԲԴԽ-ի կողմից է նշանակվել, ոչ թե ընտրությունների միջոցով, անկեղծ ասեմ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որտեղ ինքս դեռ բավարար տեղեկություն չեմ կարողանում ստանալ, բայց փաստերն ինքնին հուշում են, որ բացառված չէ դա լինի թիրախային։ Պարզաբանեմ ինչու։ Նախ տեսեք, ընտրություններին մասնակցելով ստացել եմ բավականին բարձր վստահության քվե։ Ես այդ հանձնաժողովում ոչ դատավոր անդամի աշխատանքը ինքը փոխհատուցվող աշխատանք է։ Օրենքի փաթեթի մեջ հետադարձության մասին խոսք չի եղել, բայց քննարկման ժամանակ պարզվում է, որ հետադարձություն ուզում են տան նաև ընտրված գործող անդամներին, այդ պայմանում ոչ միայն խախտվում է իրավական որոշակիության ու հետադարձության վատթարացման առումով արգելող նորմերը, այլ նաև ինձ զրկում են կոնկրետ լեգիտիմ ակնկալիքից։ Ես ընտրվելով այդ հանձնաժողովում ակնկալել եմ, որ օրինակ 4 տարի իմ կատարած աշխատանքի դիմաց պետքա փոխհատուցվեմ։ Ինչից այս բային փաստացիորեն տանում են դեպի զրկման։ Բացի այդ, շատ կարևոր դիտարկում եմ ուզում անեմ, տեսեք, ասում են կասեցնեն կարտոնագիրը, որովհետև եթե դու գնում ես դատարան, այնտեղ բախվում ես մի իրավիճակի, երբ կարող է վաղ միսօր քննես այն անձի գործը կարգապական, ում մոտ դու նիստի ես գնացել։ Լավ, ենթադրենք այս մտահոգությունը տեղին է, բայց արդյոք այդ նույն մտահոգությունը տեղի չի գործող դատավորների հանձնաժողովի անդամ լինելու դեպքում։ Չէ՞ որ նրանք նաև կոլեգիալ որոշումներ են կայացնում, ամենօրյա ռեժիմով շփվում են օրինակ իրաց կողքի սենյակում գտնվող դատավորների հետ։ Իրանց դեպքում այդ շահը արդյոք ավելի նվազ է բախման շահը, քան մեր դեպքում, ոչ դատավորների դեպքում։ Եթե կասեցնում են ու իրական նպատակը շահերի բախումն է, ուրեմն գործող դատավորների լիազորություններն էլ պետքա կասեցվի հանձնաժողովի անդամ եղած ընթացքում։ Այս ամենը եթե ամփոփում եմ, այո, ես կարծում եմ, որ ստեղ խիստ բացասական ֆոնով ուզում են ուղղակի ամեն ձևով փաստաբաններից գործող ազատվեն։ Այնինչ փաստաբանները իրենց գործի բերումով շատ ավելի լավ են շատ բաներ պատկերացնում, այդ թվում ներքին տեղի ունեցող, որը առերևույթ չի երևում ու դա նպաստում է։ Ասեմ ավելին նույնիսկ, օրինակ ունեցել եմ դեպք, երբ որևէ դատավորի մասով ես բացառք եմ հայտնել։ Ինչու, որովհետև ես ասել եմ, որ այս դատավորի հետ չգիտեմ, աշխատանքային փոխկապակցություն եմ ունեցել, գտնում եմ չեմ կարող օբյեկտիվ լինեմ, բացառք եմ հայտնում, այսինքն կորպորատիվ շահերի բախման դեպքում, շահերի բախման դեպքում կարելի է ուղղակի բացառքով այդ հարցին լուծում տալ։ Ի վերջո մի հոգու ձայնը այսօրվա նույնիսկ 8-ի մեջ էական չի։ Պարոն Հարությունյան, սպասելիքներ Վենետիկի հանձնաժողովից կա արդեն դիմումը հասցեագրվել է։ Ճիշտ ասած, ես տեղյակ չեմ այդ դատավորների միությունը դիմել է թե ոչ, բայց վստահ եմ, որ արդարադատության նախարարությունը չի դիմի, որտեղ նախկինում ունեցել է մոտեցում, որ կրկին առանց նույնիսկ մեկ դատավորի մասնակցության հնարավոր էր որոշակի գործողություն արվեր Վենետիկի հանձնաժողովը կտրականապես արգելեց, կարծում եմ այդ պատկերը ունենալով չեն դիմի։ Կա այլ գործիքակազմ, որ դուք կդիմեք, դատական համակարգը կկարողանա դիմել, սպասել արդյոք։ Որպեսզի տպավորություն չլինի, որ այս բողոքի ձայնը, որը բարձրացնում եմ, ուղղակի անձնապես կապված է իմ հարցի հետ, որտեղ այստեղ իրականում իմ համար առավել մտահոգիչ է կարգապական վարույթ հարուցելու շեմի իջեցումն է, ոչ թե այս հետադարձություն տալը։ Դրա համար ես ինքս չեմ պատրաստվում դիմել, վստահ եմ դատավորների միությունը եթե հայտարարել է կդիմի, նաև այդ շեմի իջեցման մասով։ Վենետիկի հանձնաժողովը նաև դատական համակարգի այլ նման փոփոխությունների արդյունքում ունեցել է կոնկրետ գնահատականներ։ Եթե դիմեն սպասելիքներ կան, որ ըստ էության այս հաշվառները, որ առաջին ընթերցումը կա արդեն ազգային ժողովում, մնացել է երկրորդ ընթերցման, չէ՞, օրենքը ուստանա, կարողանան ինչ-որ մի կերպ կանխել գործողությունները, պարոն Հարությունյան։ Եթե Վենետիկյան հանձնաժողովը հասցնի արձագանքել մինչև երկրորդ ընթերցումը, վստահ եմ, որ ընդհանրապես կանգնելու է այս process-ը, նոր փոփոխությունների են գնալու։ Օրինակ իմ կարծիքով պետքա հարուցվի 6 ձայնով, բարձրագույն դատական խորհուրդ ուղարկվի 8 ձայնով։ Այ դա կլինի տրամաբանական, դա կլինի նորմալ։ Պատրաստվում եք օրինակ այդ առաջարկությամբ թեկուզ դիմեք դուք։ Ոչ։ Ես չեմ ուզում որևէ կերպ սա վերածվի որպես անձնական որևէ շահ
բարձրաձայնելու, պահպանելու փորձ անելու, որտեղ իրականում որքան էլ իմ համար այդ հանձնաժողովի աշխատանքը, այդ համակարգը թանկ է, հարազատ է, իմ նախկին աշխատանքային բերումով պայմանավորված, ես չեմ պատրաստվում այդ քայլերն անեմ։ Պարոն Հարությունյան, մի այսպես նեղացվածություն եմ զգում ըստ էության։ Դատական համակարգը լռում է, որովհետև սա իրենց համար մահակ է լինելու, ըստ էության վարույթների շքերթ է սկսվելու։ Եթե հիմա որոշ դեպքերում կարողանում են զսպել ինչ-որ միտեղ նաև դատավորները ԲԴԽ-ում պաշտպանվեն, որպեսզի իրենց լիազորությունները չդադարեցվեն, բայց մենք շատ լավ օրինակներ ենք ունեցել, որոնք բավականին պրոֆեսիոնալ դատավորներ, ինչ ճակատագրի արժանացան։ Հիմա դատական համակարգը լռում է, բայց ինչ-որ մեկը պետք է process-ը կանգնեցնի, թե ոչ։ Լավ, ով պետք է կանգնեցնի։ Իմ կարծիքով բարձրագույն դատական խորհուրդը պետք է ինչ-որ քայլեր ձեռնա։ Դե եթե անելուց լիներ, պետք է արդեն իսկ արած լիներ։ Բարձրագույն դատական խորհրդին, որ սակալի դատավորներից ազատվեն։ Գիտեք ինչ, տենց չեմ կարող պատասխանել, բայց ամեն դեպքում բարձրական դատական խորհուրդը ուղղակի պարտավոր է դատավորների անկախությունը պաշտպանել, իսկ այստեղ ակնհայտ դեպք ունենք, որ միջամտություն է լինելու դատավորների անկախությանը, ընդ որում առանց դատական համայնքի հետ քննարկման։ Շնորհակալ եմ, կհետևենք շնորհակալ զարգացմանը, կա որևէ բան մտահոգություն, որի մասով եւս կուզենայիք խոսել, պարոն Հարությունյան։ Չէ, երևի չէ։ Շնորհակալություն շատ, ես եմ շնորհակալ։